Polisiyelerimiz var. Zaten zulahın orada dinamik zermecen. Ayeve sosyalin sındelu şunlar arasında sırastırat. Ամբողջ դիեզերքը սնվում է կենդանի ասոլույսից, որի մեջ կատարյալ և բովանդակ սեր է։ Մարդիկ օգտագործում են այն կամա թե ակամա, հասկանալով թե առանց հասկանալու։ Վայելում են երկինքն ու երկրի մեջ ամենայն բարիքները։ Հրաման է անում ամեն օր առավոտյան ճիշտ ժամանակին արեգակը խոսքին հնազանդվելով կին անգամ մեզ լուսավորում է, ջերմացնում է մեր երկիրը, տալիս է մեզ պտուղ, կերակրում է մեզ, ինչպես եղբայրները հիշեցրեցին, բայց ինչ է պահանջում ինձանից ու քեզանից այդ ամենի համար Աստված։ Դուք երեխեքից ինչ ես պահանջում, երբ որ նրանց ամեն բան կերակրում անում ես, նրանք ցույց չեն տալիս, քեզ թե էս եմ ուզում, էս եմ ուզում։ Ճիշտ ժամանակին, որպես իմաստավորված մարդ, արդեն հասկացած մարդ, դու արդեն իսկ սկսում ես մտորել, որ ժամանակի ինչ անեմ, ում համար ինչ պատրաստում։ Չասում են առաքինիկինը ինչ անում հերվից նայելով գբերե իր ունեցվածքը, քթան գկարե, կրկնակի հանդերձ կհասցնե, չէ՞։ Առաքինիկինը հարսեկիոց խորհրդապատկերն է։ Ընտանիքին սիրող մարդու խորհրդապատկերն է, սիրելիներս։ Հիմա խոսվեց այստեղ, որ մենք սիրում ենք։ Շատ ժամանակ սիրում ենք տված բանը, բայց ոչ տվողին։ Սա լուրջ խնդիր է ցանկացած մեկիս համար։ Ու երբ որ հարությունը հասկացա, որ տվողը ավելին է եւ երկինք նայեց, այդ ժամանակ նույնիսկ հարություն գտավ, հա, հարություն։ Որտեղ շատ ժամանակ մենք մտածում ենք իմ տղեն է, իմ աղջիկն է, իմ երեխան է, դա քոնը չի։ Տվողը փառավորվի։ Ինքը տալիս է, ինքն է գիտի երբ եւ ինչպես է տանում։ Դա իր գործն է, մեր գործը չի։ Դրա համար մի քանի տեղ եւ Երեմիայի մեջ եւ Իսայի մեջ ասում է երկիր, լսին իմ խոսքը ասում է Տերը։ Հողը լսում է, հնազանդվում է, ծիլու ծաղիկ է արձակում։ Սրուցանում է նրա մեջ եղած ամենայն սերմի, պտղաբեր ծառի, կերակրում է մարդկությանը, մարդը այդ ամենը ճաշակում է, մեղայի տեստեր ու վերջում ասում Աստված չկա։ Դա բնություն է, նա բան է սովորել երկու պապերից կամ էլ 1000 ներողություն Իսանգրագետ ոնց ասեմ, որ ճիշտ է շներն անհավատ մասաներից սենց ասեմ, որոնք իրենց իմաստուն կարծելով հիմարացան, այդպես է գրում Սուրբ Գիրքը։ Ամբողջ տիեզերքը իմաստությունով լսնող Քրիստոսի հոգին, այսօր ոչ մեկին անտես չի անում։ Կրկին անգամ եկել է, որպեսզի մեզ սովորեցնի։ Մի գերագույն բան է ուզում Աստված, երբ որ դու սկսես ճանաչել ճշմարտությունը, այդ ժամանակ կսկսես վայելել նրա տված սերը։ Քանզի գրված է ճանաչեցեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Այսօր շատ ժամանակ մենք գալիս են, ճանաչում ենք ես ինչ եղբորը, անուններ են տալի, մենք բույրիկ տամ ենք, ոտենց որ ասում եմ 30 տարուց ավել ասում Մարիթան պաշտամուկ ես մվայի։ Իմ պապան Պավել աղբոր է, գիտես ինչքան է գնացել պաշտամուկների, ասում հետի քու պապան, կերավ կշտացավ, բար դու այ խեղճ։ Դու խիչ ես գալի, էի քու պապան էր, բա դու սիրելի հոգին ես։ Գանձվող խոսել սիրուց և պահանջից շատ հետաքրքիր է։ Աստված չգիտի, որ մեր երկիրը պետք է հարցակվեն, ինչ է պահանջվում։ Օրինակ, եթե մարդկորեն ենք մտածում, ասում ենք, մենք շատ հազար ներողություն, մասսայական ինֆորմացիաներ ենք լսում տարբեր ժամանակահատվածներում եւ սկսում ենք մեղադրել, ասենք թե վերևում կանգնած իշխանավորներին, որը իրականում հոգեվորի գործ չի, ասեն որ իմանան։ Մեր քաղաքականությունը վերից է,
ներքևից չի մի խառնվեք դրան։ Բայց այսպես են ասում, բախի զենքեր չառան, այլ որ բոմբեր առնենք, ատոմային բոմբեր առնենք, ջրածնային ռումբեր առնենք, մեղայք եստեր այս խոսքիս համար, էտանք բարձով են մի, ինչ այղև մի, 200 միլիոն է չինացիները մեկա շատ են կամ հանդիկները վերենք շարենք մեր սենց երկրով մեկ, մեր վրա ոչ մեկը չեր արձակվի։ Զոր են պահապանները ասում է տերը, եթե ես չուղահեմ եք երկիր է, էդ ինչ եք անում էդ ինչ, ձեր ձյավորները, ձեր չպրի պրկեն ինչքան է որ ուժգին վազեն ասում է տերը, ես ում վրա եք ուզ դրել, ես ինչ եք անում։ Ես չգիտեմ, ես տրում վկայել եմ, թե չէ, երկու պատերազմերի համար երբ որ հայտնություն եղավ։ Վկայել եմ եստեղ։ Եղբայրը հորը քնի մեջ Սուրբ ոգին իրան արթնացնում է։ Նա իմաց սեղանի վրա դրված էլեկտրական ժամացույցին 4:44 րոպե լուսադեմ։ Տերը խոսեց ինձ եւ ասեց, վերցրու դու գրիչը եւ գրիչ։ Վերցեցի դու գրիչ եւ գրիչի։ Վերջում ասեց կարդա, քանի տող ես գրել, 44 տող։ Եվ խոսեց, 4 օրվա պատերազմ պիտի ունենաք։ Եթե 4 օրվա պատերազմը ձեր հույսին վրա չդնեք, պիտի կորցնեք այն ինչ համար պատերազմ եք եւ պիտի ունենաք 44 օրվա պատերազմ։ Եթե նորից ձեր հույսին վրա չդնեք, պիտի ավելի վատ բան տեսնեք։ 9 ամիս, 9 օր, 9 ժամ, ինչպես երեխան ձևավորում է կնոջ որովայնում, ճիշտ այդքան ժամանակ թողեց Աստված, որպեսզի ամբողջ Ղարաբաղի ժողովուրդը երկինք նայեց, բայց նայում են ռուսին, անգլիացուն, արաբին, հնդիկին, չգիտեմ, ֆլանկասին։ Կերան առանց միակ գնդակ արձակելու դուրս եկան։ Կանցի տիրոջ բերաններ խոսել։ Դուք ուշադիր նայել եք քարտեզի, հայոց քարտեզի ինչպիսին է, իրագծագրական կոնտուրսը ինչպիսին է։ Ճիշտ է, շատ գեղեցիկ հարսի գլուխ է, բայց ավելին ասեմ, Ղարաբաղը հարսի քողն է, այսինքն մենք կորցրել ենք մեր սրբությունը։ Սուրբ եմ ես, ասում է Տերը, եւ բնակվում եմ սուրբերի մեջ։ Եթե սուրբերի մեջ սուրբը չի փառավորվում, նշանակում է դա իր ժողովուրդը չէ, ասենք ամեն։ Անհատ կնի թե ամբողջական ժողովուրդ, սա էական նշանակություն չունի, սիրելիներս, չունի։ 11-րդ գլուխ, 2-րդ օրինաց, 28-րդ գլուխ, այսպես է ասում Տերը. Եթե իմ խոսքերից հնազանդվեք եւ անեք իմ ասված բոլոր կանոնները, ձախված չխոտորվեք, օտար աստվածների ետևից չգնաք, ես պիտի հրամայեմ ձեր կողքի բոլոր թագավորներին, նրանք պիտի գան խոնարհվեն ձեր առաջ, ձեզ հարկ ու թուրք պիտի տան, դուք նրանց վրա պիտի իշխեք, պիտի տիրեք ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Սրան հակառակ խոսքներ կա, բայց եթե դուք չհնազանդվեք ու իմ կանոններից թողեք ու գնաք օտար աստվածների հետևից, ես կգրգռեմ, այնտեղ ասում է կհրամայեմ, այստեղ ասում է կգրգռեմ ձեր կողքի թագավորներին, նրանք կհարձակվեն ձեր վրա, կճեղքեն ձեր կանանց, դենց է գրված ա, 15 թվի յաթաղանները ճեղքում են մեր կանանց։ Այսօր էլ նույնն են անում։ Կգրավեն ձեր երկիրը, ձեզ կկործանեն, կառնեն ձեր երկիրը, ձեզ բնադիչ կանեն ու կիմանաք, որ ես եմ Տերը։ Հայ քրիստոնյան առանց Քրիստոսի է ապրում։ Ամբողջական կերպարը այդպիսին է։ Այսօր ամեն մի տան մեջ թշնամություն է, որովհետև այս մեկին չընտրե, այն մեկին ընտրե։ Ընտանիքի մեջ կռիվ է։ Այդ ձեր տունը շնորհեսուր եք ասել։ Լավ պարտականություն ունես, ինչ է պահանջում օրենքը։ Աստված ասեց ինչ է պահանջում։ Որ ինչ անել։ Կոնար ու ես սիրեք քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով,
Քո իջով եւ ամբողջ զորությամբ։ Այնակ մենակ սիրելի քեզ ինչ ուրիշ բան է պահանջում։ Դու սիրո ծնունդ ես, դու սիրում ես որ քեզ սիրեն, բայց մոռանում ես որ դու էլ պետք է սիրես։ Ու անմնացորդ պետք է սիրես։ Ես սիրում եմ լավ շոկոլադեղեն։ Խեշ մարդու փողը մի կիլոյի շոկոլադ ատես լավ շոկոլադը փող է կարա, որ արմի պրծելի։ Բայց ես աղջիկ փոխելաշի չասма ես սիրում եմ։ Իրես չէ որ քեզ էլ առնեն, նշանված է չէ՞։ Իմ բոլոր պահանջները պետք է կատարես, որտեղ ես սիրում եմ մանգալ։ Յամանեթի չի սիրում։ Իմի դու որ սիրում ես, իսկ իմ մտածում ես լավ, իմ մարդը ինչ է սիրում, իմ կեսրարը ինչ է սիրում, իմ տալը ինչ է սիրում, իրանք էլ է սիրում։ Հալնեմ առավոտ մինես բան անեմ, որ սավդան սենց երանելի աշկում նայեն իմ վրա ու ասեմ փակ քեզ Տեր Աստված, որ մեզ սենց հարսի քեզ տվեք, որ մեզ սենց աղջի քեզ տվեք։ Եթե էլ քանի քեզ այդ տան մեջ հարս են ճանաչում, դու այդ տան անդամը չես։ Նշանված են մեկը, նշանված լոք, հələ ամուսնացած չէր, ամուսնուն սպանեցին, լավ գնաց իր կեսերի հետևից։ Ասեց ուր գնաց այնտեղ կգնամ, քո Աստված իմաստված է կլինի, քո երկիրը իմ երկիր է։ Ինչ էր տեսել ես կինը այդ կիսուրի մեջ, ինչ էր տեսել դարձիրա։ Աստծուսելն էր տեսել, եւ նա հասկացել էր, որ բուն ճշմարտությունը փառած կենդանի Քրիստոս այս անձի մեջ ապրում է։ Ասեց այդքան հատ մարդ առնեն, իր եղունգը չարժեն։ Ես իր հետ գնից պետք է թամ։ Այդ Աստված տենում է, որ ես իրան նվիրվել եմ, ինձ կտա նրան, ում ինքն է տենում, որ իմ գլուխն է։ Ու բերեց տվեց նախավորը Քրիստոսի։ Դու ինչ ես փնտրում այդ արքիրը։ Դու որ մեկին ես փնտրում։ Մեկ երկու կիլի բաներ կանի, մեկը տենում է սիրահարվել է։ Այ։ Են անգամ հարսանիք են հրավիրեք, իմի հետել են, հայկական սովորության համաձայն ասում են ձեզ բարի մի գրամիս են մաղթում, չես նայում եմ, ասում որ ես մի ամիս անասնի ինչ կերնի է ներնամիս ինչ կդարնա, դարնամիս, շլվարը լավ չի հարդուկ է կրպում է, տնից մարդայք է լավ չի, աներզակը դուրը չի գալի, Արսեյպացը դուրը չի գալի, ճելևել է, պրծան։ Զոկանջը դուրը չի գալի, կողմանակասի զոկ կանչ։ Ինչ արեղ և զոկանջը կեզի։ Այդ ադար գպարդ մարդ։ Ինչ արեղ, սա որ խումար լացում է, եղացն բերում հասցնում է կեզի, ինչ արեղ կեզի։ Հիմա հետաքրքիր է։ 44 տողը երբ որ եղբայրը կարդում է, ասում է ով հայ ժողովուրդ։ Դուք ազգերի մեջ ոչ թե պոչ երեք, այլ գլուխ։ Այդպես է սուրբ գրքում գրված է, այդ շատ եկեղեցի։ Ոչ ունենում է կամ կապիկը կամ անօրենը, ետից գնա ինքը։ Այս ուր ենք հասել։ Հրավիրել են ինձ հարսանիքի, Կներեք մինիկներ ճան, տղամարտիկ է մի բան չեն, ես մի չեն հակել, այսօր տղամարտը շորու շրբար է կամ նայում ես վերեն, մի այք ես դեր Աստված։ Բարիս բույն իմաստով աղջիկներն ու կանայք մեծահասակ մերկ էին։ Մարդ չգիտեր աշկվորյան պայել, հայտարարություն է։ Ժամանակակից եվրոպական են հատնվել։ Հայ կինը Ես իմ տատուն մի օր իր գլուխը, իր մազերը չեմ տես ինչ գույնի է։ Որտեղ ինքը հասկանում է, որ տիրոջ հրեշտակների առաջ այդ քողը չպետք է հանի։ Իմ հորքուրը ասում էր, ես իմ ամուսնու մոտ 1000 ներողություն, դեռ երբեք հələ չեմ հանվել։ Իրանք 65 տարվա ամուսիններ, ասում էր լույսը անջատում եմ, նոր եմ հանում։ Այդ ամոթ հացությունը, եթե մարդ ամոթ չունեցավ փորձրեց, թե տղամարդ թե կին։ Սա մի խայտարակ բանի կհասցնի մարդու, դե դեշ չի։ Այսօր ժողովուրդ ջան,
մենք ուզում ենք վերջը հասկանանք, նայեք ինչ է գրում Սուրբ Գիրքը, Երեմիա մարգարեություն 22-29, ով երկիր, Տիրոջը խոսքին մտի կրե, Տերը այսպես կսե, այս մարդը իբրան զավակ գրեցեք, մարդը, որ իր օրերում մեջ հաջողություն պիտի չգտնե, քանզի աննոր սերունդեն, որևէ մեկը հաջողության պիտի չհասնե ու չգտնե, որ Դավիթին աթոռի վրա նստի եւ Հուդայի վրա թագավորություն անե։ Չի գրում դրա մասին, որ այդ մարդը ողջ ունենա, ռոդրոշ չի քշի, չգիտեմ ինչ չի արի, դրա մասին չի գրում։ Եսայի մարգարեության մեջ 35-րդ գլխի մեջ սիրելիներս շատ հետաքրքիր տեղ արված, ես շատ եմ սիրում ես համարը, որտեղ գրված է 8-րդ խոսքիցոն, Պողոտա ու ճամփա պիտի լա։ Ու անիկա սրբության Պողոտա պիտի կոչվի, անկեպից մեկը պիտի չանցնի, հապա անիկա անոնց համար պիտի լա, որոնք անոր կերտան ու հիմարներն անգամ պիտի չմոլորի։ Որ հիմարը, երբ որ մարդը ինքը իրան, աստի իմաստության առաջ տեսնում է, որ ինքը դեգե ու հիմարը դրա կարիքը ունի։ Ասում նրանով գնացողը երբեք չպիտի գորվի։ Երկրագնդի վրա գնացեք մանեք եք, տեսեք միտեղ գտնեք, որ կոչվի սրբության Պողոտա։ Դες բան չկա։ Բայց Աստված այդ սրբության Պողոտան պատրաստել է։ Այդ սրբության Պողոտայի անունը Հիսուս Քրիստոս է։ Ես եմ ճանապարհը ասում եմ Տերը։ Իմ ճանապարհով գնացեք ու տեսնեմ հələ քո աթոռը հավիտենական այդ աթոռը այդ Հուդայի տնից Դավիթի տնից կպակասի արդյոք։ Եվ քո երեխաները երբեք չպիտի ինչ անեն փորձեն։ Երկինք լինեն ընդեղա։ Երկև էտան ընդեղա։ Ու էտան մեր Տիրոջ ձեռների մեջ է։ Իր անունը փառավորվի։ Դրա համար ժողովուրդ ջան, ես իմ խոսքը ուզում եմ ավարտեմ, եղբայրս էլ մեզ պիտի հորդորի։ Սերը սուրբ բան է։ Մեր հայկական ժողովրդական առածվածքի մեջ ասում է նամուսը կամ սերը, սրբությունը, գցեցի շեներին, շեները չկերան։ Հավատացյալ բադուր կմնաս, որ չլի թե հանգարց քո մեջ հարություն առնի բղծությունը, հարություն առնի նենգությունը, հարություն առնի հին մարդու կերպարանքը։ Էդ երկուտես, են երկուտես։ Ու դա կդառնա փանսեղանի կերակուրը։ Իսկ այսօր մեզ Աստված կանչել է սրբության կերակուր ուտելու, սուրբի հետ հաղորդակցվելու, որտեղ նա ունի մեզ տալու բան, նրա շնորհը անվերջ է, նրա սերը վախճան չունի, նա ողորմությունով ամոթնում ամեն մեկից,